Եթերում լուրերի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Իրանի դեսպանությունը հայտնում է, որ Ամերիկա-իսրայելական դաշինքի ագրեսիայի թիրախ է դարձել նաև հայկական Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքը։ Ըստ վերջին տվյալների բարեբախտաբար բնակչության շրջանում զոհեր չկան, սակայն որոշ բնակիչներ հայտնվել են փլատակների տակ։ Մաջիդիեն Թեհրանի հին հայկական թաղամասերից մեկն է, այն հայտնի է իր աշխույժ կյանքով և զարգացած ենթակառուցվածքներով, որոնց ստեղծման ու զարգացման մեջ զգալի դերակատարություն են ունեցել իրանահայերը։ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Պաշտոնական հաղորդագրությամբ զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են քաղաքական երկխոսության խորացմանը, տնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը։ Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հեռանկարները։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի էներգետիկ ոլորտի ծրագրերը քննարկել էր ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։ Հանդիպել վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո Բասոյի հետ։ Փաշինյանի Ֆրանսիա այցի օրակարգում նաև ելույթն է Եվրախորհրդարանում։ Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող հայկական պատվիրակության անդամները ևս տարբեր հանդիպումներ են ունեցել միջազգային գործընկերների հետ։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարոյի հետ քննարկել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացման ուղղված աշխատանքը։ Նույն այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Դինանոյի հետ Միրզոյանը անդրադարձել է տարբեր ուղղություններով Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության խորացմանը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանն էլ Փարիզում հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարստան Բայրակթարի հետ։ Խուդատյանը հայտնել է, որ ի շարունակություն անցած տարի հունիսին Ստամբուլում կայացած հանդիպման քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները, քննարկել հետագա քայլերն ու տեխնիկական մանրամասները։ Վրացական լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանը և Հայաստանը կապող ճանապարհի կառուցման համար 250 միլիոն եվրոյի մրցույթները չեղարկվել են։ Բացի այդ, ԶԼՄ-ները հղում անելով ճանապարհային դեպարտամենտի կայքին նշում են, որ վերոնշյալ ճանապարհների շինարարության վերահսկողության գնումը նույնպես չեղարկվել է։ Մրցույթների չեղարկման պատճառը ըստ տեղեկությունների գնումներում ցածր մրցակցությունն է եղել։ Ծրագիրը նախատեսում էր 61,3 կիլոմետր երկարությամբ 4 գոտիով բետոնե արագընթաց մայրուղու կառուցում արտաքին լուսավորության համակարգով։ Բացի այդ, նախատեսվում էր ընդհանուր առմամբ կառուցել 26 կամուրջ և 11 տրանսպորտային հանգույց։ Դեռևս 2024-ին ճանապարհային դեպարտամենտը հայտարարել էր, որ շինարարական աշխատանքները կսկսվեն 2025-ին և որ բոլոր 4 հատվածների շինարարությունը կավարտվի փուլ առ փուլ աշխատանքների մեկնարկից հետո 30 ամսվա ընթացքում։ Նախագիծը համաֆինանսավորել են Եվրոպական ներդրումային բանկը և Վրաստանի կառավարությունը։ Եվրոպական դրամատունը հատկացրել է 250 միլիոն եվրոյի վարկ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներին հրավիրել է Հայաստան, որպես դիտորդ հետևելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին նշվում է վեհաժողովի խորհրդի և Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին ուղղված նամակում։ Հայաստանի իշխանությունները հանձնառու են ընտրություններն անցկացնել ժողովրդավարական նորմերին և չափանիշներին համապատասխան, ազատության, արդարության և թափանցիկության սկզբունքների ոգով, ասվում է նամակում։ Հիշեցնեմ, Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026-ի հունիսի 7-ին։ Վերջում եղանակի մասին, օդերևութաբաններն առաջիկայում ջերմաստիճանի բարձրացում են խոստանում։ Հանրապետության տարածքում մարտի 11-ից 3-ը, 13-ից 14-ին առանձին շրջաններում, 15-ից 16-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մարտի 11-ից 14-ին ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-ից 6, մարտի 12-ից 15-ին գիշերը 7-ից 10 աստիճանով։ Այսքան այժմին կհանդիպենք մեր հաջորդ թողարկմանը։